Բարև ձեզ բարեկամներ, դժվար շատ լարվածորեն ենք ապրում եւ հաղորդում ուզում եմ սկսեմ այս փոքրիկ տեսանյութով նայեք։ Ասում է ոչխարներն ու գայլերը տարբեր ձև են հասկանում ազատությունը։ Երկուսն էլ տեսեք վանդակների հետևում են, բայց հարցը պահվածքի մեջ է։ Հարցը պահվածքի մեջ է։ Ես միշտ ասել եմ, ամեն տեղի կարելի է կամֆորտ զգալ։ Սա ներքին ազատության, ներքին մղումների, ձգտումների, ազատության մասին պատկերացումների շրջանակներում է։ Ես երբեք չեմ մեղադրի գառան բնությունով, հա, բնությունով գառան իր ապահովության զգացումի համար, երբ որ ինքը վանդակի մեջ է, բայց խոտը դիմացն է եւ նա իրեն երջանիկ ու ազատ է զգում։ Դու հասկանում ես, որ դու գործ ունես գառան բնության հետ։ Այսինքն դու չես կարող ասես, բայց դու ինչի ազատություն չես ուզում։ Հա դու իհարկե կարող ես մտածել այդպես, հա, բայց բնությունն է այդպես թելացում։ Երբեմն մենք ջղայնանում ենք, բարկանում ենք, ասում ենք, տեղներից հետ շարժվեք, հա, բայց երբ որ տեսնում ես մարդը այդ դրա դեմը դրած խոտը անհոգ ուտում է անկախ նայած ինչ է կատարվում շուրջը, դուք վստահ եղեք, որ դուք այս վիդեոյի մեջի հերոսի հետ գործում եք։ Իսկ հիմա գնանք մեր օրակարգին։ Սա մեծ սահմաններում են կրակում։ Սա Սյունիքում է։ Իսկ ինչ են ասում պատկան մարմինները սրա մասին։ Ինչ է կարծում, ինչ պետք է ասեն։ Մինչ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-ադրբեջանական սահմանի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, իսկ մի քանի օր առաջ Թուլատ Հակոբյանը, հիշում եք այն գաճաճ թուրքի լամուկը, գնացել էր եւ Արծրուն Հովհաննիսյանի դեմքով հայտարարում էր. «Այ ես հիմա այստեղ եմ, ամեն ինչ խախանդ է, մենակ հաղթում են, ոչ մի կրակոց չկա»։ Եվ բոլոր տեղերից հերկեցին դա, որ գյուղացիները, որ լսեք, մենք ենք ստեղ ապրում, մեր վրա են կրակում, մենք չգիտենք կրակոց կա թե չկա։ Եվ այսպես։ Միջև ՊՆ նախարարությունը այն հիշում եք, չէ՞, դեմքով, այն վախկոտ, այն Սուստրիկի դեմքով այն նախարարությունը։ Սուրեն Պապիկյանի նախարարությունը։ Հերքում ասում է դեմ անունը կրակոց են, լուրջ բան չկա։ Եվ իրանց երաշխիքներ են տվել, որ ամեն ինչ ապահով է եւ իրանց զեկուցել են, որ անհանգստանալու պատճառ չկա։ Հիշում եք, մենք երեք այդ մասին խոսացել ենք։ Խնդրեմ հոդվածը։ Խնդրեմ։ Ճիշտ է, ինձանից հակին ժամանակ է գնում, որ ես ամեն ինչը գտնեմ, փասերով տեղադրեմ, բայց երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են, ես աղավաղում եմ փաստերը, ես ինձանից եմ հորիզում շատ բաներ, իհարկե դա շատ քիչ են այդ գրողները, մասսայական չի, բայց ուզում եմ բոլորը մի բան ասեմ։ Լսեք, դուք կարող եք համաձայն լինել կամ համաձայն չլինել իմ հետ։ Դուք կարող եք իմ ճաշակները կիսել կամ ճաշակները չկիսել, քաղաքական հայացքները, հա, մոտեցումները կիսել, թե չկիսել, բայց ես վստահ եմ, այն մարդիկ, որոնք այս YouTube-յան ալիքը նայում են, վստահ են մի բանի վրա, որ իրենց չեն խաբում առնվազն չեն խաբում։ Ես ոչինչ ինձանից չեմ հիշում, չեմ օրինում, ուղղակի ես լավ հիշողություն ունեմ։ Դες մնում է իմ մեջ։ Եվ ես կարողանում եմ այս կապերը դնել։ Եթե ես ասում եմ եղել է, ուրեմն վստահ եղեք, կարող այդ պահին չգտնեմ, բայց խնդրեմ։ Դրանց ընդամենը 5 րոպե պահանջվեց դեսա ցույց տալու համար։ Ընդամենը մի քանի օր առաջ, մարտի 21-ին, ասում են Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարները վստահեցնում են Ադրբեջանական հարձակման։ Այս պահին չկա։ Եվ մի անգամից 2-3 հետո։ Ինչ է։ Շունիքի մարզ տեղ համայնքի խնածախ եւ խոզնավար գյուղերում 5 գիշերը անընդհատ կրակոցներ։ Ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30։ Ժողովուրդը խոճապի մեջ են։ Գյուղի վրայով կադմիր հետ փամփուշտներն են անցնում։ Ես ձեզ հիշացնեմ, գյուղի վրայով, ինչի՞, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը տվել է բոլոր բարձունքները ադրբեջանցիներից։ Ես ձեզ էս էլ հիշացնեմ,
Կարող հոդվածը չգտնեմ, բայց եթե մեկը Google անի, հավաքի իմ բառերը կգտնի, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. ես եմ հրամայել Սյունիքում զորքերին հետ քաշվել։ Սա Փաշինյան Նիկոլի բառերն է։ Ուղղակի հավաքեք, ես եմ հրամայել Սյունիքում զորքերին հետ քաշվել։ Եվ այդ հոդվածը կբերի։ Նույն Ազատություն ռադիոկայանից։ Ես այդ ամեն ինչ ունեմ հավաքած։ Ես ուղղակի հոգնեցի այդ հանցանքները հավաքելուց, որտեղ հավաքվել է մոտ 1200 հայտարարություն սեփական հանցագործությունների մասին։ Հիմա, քանի որ այդ բացումները տվել է Թուրքին, ինքներ հրամայել են, ինքներ դրա մասին ասել է։ Հիմա ջուրին վերևից կրակում են։ Այս մարդկանց գլխավերևով անցնում այդ փամփուշտները։ Ժողովուրդը վախեցած վիճակում է։ Գյուղի ուղությամբ է կրակոցները, ինչ որ տներ, օդ են կրակում։ Այ տեսակ են բանը։ Օդ են կրակում։ Նայեք։ Այս բան տեսնում եք դրոշը։ Բարսունքի վրա ադրբեջանական դրոշը տեսնում եք։ Այս բարսունքները Փաշինյան Նիկոլն է տվել դրանց։ Բերել է հասցրել է իրանց բոլոր լավագույն տեղերը, որ այսպես վերևից նայում են հատ եւ կարան գնդակոծեն ինչ ուզենան անեն։ Ինքն էլ ասել է ես եմ հրամայել, չնայած ինքը տենց իրավունք չուներ, սահմանադրել ինքը դրա իրավունքը չունի, ինքը վարչապետ է, նախագահ չի, Հայաստանը պատերազմի մեջ չի, որ ասին ես գերագույն գլխավոր հրամանատար եմ, նման բան չկա, ուղղակի Հայաստանում սահմանադրության վրա ամենաբարձր ծառից թքած ունենան այն մարդիկ, որոնք պատասխանատու են այս ամեն ինչի համար։ Սկսած գլխավոր շտաբի պետից, մինչև պաշտպանության նախարար, մինչև գլխավոր դատախազ, մինչև քննչականի պետ, մինչև ԱԱԾ-պետ, բոլորը թքած ունենան ամենաբարձր ծառից օրենքների սահմանադրության։ Իրաց թվում է, այ հիմա որ կրակում են Հայաստանի վրա, որը կարող է եւ հետևանքներ ունենա այն ինչ որ մենք անընդհատ խոսում ենք Սյունիքի մասով։ Մենք մանրամասն խոսել ենք։ Սրանց թվում է այդ կրակոցներից իրենց չի հասնելու։ Այդ կրակոցները չի գալու հասնել իրենց էլի։ Իրանք եթե Երևանի բունկերներում իրանց համար ապահով նստած են, այդ կրակոց իրանց կողքով անցնելու։ Չէ։ Չէ, չի ներումից։ Օդ են կրակում։ Տներին չէ, երևի սարերին վախեցնելու համար միգուցե նաև մի օր էլ տներին, որպեսզի մարդիկ թողնեն դուրս գան երևի գյուղից, գիշերը արդեն սարսափի մեջ է։ Ու տարբեր տեսակի կրկաններով, զենքերով են կրակում, բարձր ձայներ, բարձր դմբոցներ, ավտոմատի կրակոցներ, չգիտեք։ Վերջին անգամ երբ էր, նման իրավիճակ եղել, երբ ադրբեջանական Չէ, նկատի ունեմ ոչ թե վերջին օրերին, այլ 1 տարի, 2 տարի երբ եք հիշում, երբ է եղել նման իրավիճակ գյուղում։ Ընթացքում լինում է, ընթացքում կրակոցներ լինում է։ Բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել այսքան տարի, ուղղակի կրակում են դեպի սարերի կողմ օդով, չգիտեմ։ Ամեն դեպքում շատ վտանգավոր է, Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն է, որ պոստը նայում է դեպի գյուղ, դպրոց անմիջապես մոտ է դպրոցին։ 5 գիշերը անընդհատ կրակոցներ, կշարունակվի այսօր թե չէ։ Ժամը գիշերը 10-ին են կրակը, 2-ին, 1-4-ին։ Վերջին օրերին, Ռոման։ Այսօր էլ եկել, մյուս օրն է, մի 3 օր։ 3 դաշտում վարանելու, դաշտային գործեր, էլ ես վարին կորանը։ Այդտեղ վարանելուց ես դանդաղ ես մեր վրա էլ։ Անգամ գյուղացիների ուղղությամբ կրակոցները։ Ու ահա որ վիճակը ասենց թե ինչ պիտի ինի գիտեմ չէ։ Ինտենսիվ է։ Բացենք ժամը 10-ին մի 10 րոպե կրակել, մեկ է ժամը 2-ին մի 10 րոպե կրակել, ժամը գիշերվա 4-ի։ Ռոման ջան, ասացիք որ Այդ այս տպավորության վրա ուզում ես նկարին նորից նայենք էլի։ Այս հանգստությունը գայլը դուրս եկավ շալարի դերից տեսակ կա որ իր համար մեկ է իր վրա կրակում են չեն կրակում սոսկալի է չէ գյուղացիների ուղղությամբ էլ են գրակում գյուղատնտեսական աշխատանքները դրա համար դադարեցվել են թե չէ Ազատ իմ մասին խոսքը ես դաշտում գյուղատնտեսական գործեր անելու դերեք 2 անգամ կրակել եմ դրա Դադարեցրել եք աշխատանքները դրա պատճառով աշխատանքները չենք մի ժամով 2 ժամով դադարեցրել ենք նորից սկսել ենք էլի
նոր մարդ եք դրել կողը ընդ որ ես խաթել եմ կողից մեկը ուշադիր մնացել էլի որ էլի կրակեն Իսկ տեղեկություն ունեք մենակ տեղում է թե հարևան գյուղերում էլ նման ակտիվություն կա Ես հիշացնեմ այստեղ գյուղի բնակիչներին միջև ինքը դες կտած հիշում եք մի օրվա մեջ տվեց եւ ԱԱԾ-ն հայտարարություն տվեց որ սահմանը փոխվել է ԱԱԾ-ն է որ ինքը պետք է այդ սահմանները հսկեր հայտարարություն տարածեց ու սահմանա փոխել այդ ԱԱԾ-ն դարձավ տեղում հանցագործ վարչապետի հանցագործ լրատվական միջոցը մենք իհարկե դրա մասով դիպել ենք դատախազություն դատարան բայց դա գիտեք այդ դեմումները կա օրինական կա այդ փաստերը կա որ հանցագործության մասով մենք անձամբ ես Հարություն Բաղդասարյանը մենք դիմել ենք այդ հարցով դատարան դե մինչև հասանք բոլոր երեկացանները հասանք հետո հայցը գնաց միջազգային դատարան Հա, բայց այնտեղ Նիկոլի ներկայացուցիչը վերցրեց այդ հարցը, փակեց, դրեց ու չներկայացրեց։ Ասես այնտեղ հանցակազմ չկա։ Վերջը, այստեղ գյուղի մասին է խոսքը։ Որտեղ հանձնելուց մի օր առաջ Նիկոլան դեր էր ու տեղ գյուղի բնակիչները Նիկոլի ոտքերի տակ գար էին մորթում։ Գար, այն որ խոտի ոչ sense հանգիստացում է։ Ու նա պատկերացնում եք Արցախյան պատերազմից հետո, Արցախյան այդ հանձնելուց այդ ամբողջ այդ հանցագործ դավադրությունից հետո հանցագործը գնում է տեղ գյուղ ոտերի տակ գար են մորթում հաջորդ օրը հանձնում է ու հիմա այս մարդիկ այդ վիճակի մեջ են բայց այնց հետո էլի գնում է մյուս գյուղերը էլի էս վիճակն է էլի էս վիճակը գնաց չէ անցած մի տարի առաջ էր չէ Տավուշի շրջանի գյուղերը դրասում այս վիճակն է գար են մորթում ոտերի տակ ժողովուրդ ջան միշտ ասել ենք չէ մեկը որ գարի հոգեբանություն եւ պահվածք ունի ճակատագիրներ լինում են գարային ոնց ուզում եք հասկացեք ամեն մարդ ամեն կենթանի գալ իր ազատությունն հասնում իր ազատությանն իրավունքներին հասնում գար իր ազատության արչիչ վագրիր լայնանդրությունը ամեն մեկը իր ճակատագիրն ու վիճակն է կերտում իր սեփական ձեռքերով Ես ուղղակի այստեղ գյուղի անունը որ լսեցի, այս վիճակը տեսա, ես հիշեցի, որ ընդամենը 2 տարի առաջ էր, մենք այս մասին աղաղակում էինք, գոռում էինք, քրեական գործեր ենք հարցնում։ Բայց ամեն դեպքում Փաշինյան Նիկոլ, ու իմասի այդ քրեական գործերը կան, այն դատավորները, որ մերժել են այդ գործերը քննել, դրանց անուն ազգանունները կա, իմացեք, որ մենք ոչինչ բան չենք մոռացել։ Արխիվ այսպես մեր մոտ է։ Այդ 3 ացյաններով որ անցել է, դատախազով բանով, բոլորը մեր մոտ է։ Հիմա որ կրակում են տեղ գյուղի բնակիչներին, ձեր պատճառով են կրակում, դուք եք կրակողը։ Որովհետև դուք այսօր չեք բանը, այսօր չէ, նույնիսկ 2 տարի առաջ, 3 տարի առաջ չեք բռնել են տականքի ձեռը, որի օգնությամբ այս գյուղերի վրա կրակում են։ Այսինքն ցանկացած մեկին որ սպանեն, վիրավորեն, դուք եք արել, դուք։ Հա, մենք սա մասին անշուշտ էլի խոսալու ենք, անդրադառնալու ենք, միանգամից չի վերա այս թեման sense ավարտվել էլի այսօր մի հատ նորություն տարածվեց sense արագ նկար հետո հերքեցին օրիգինալը ցույց տվեցին որ ֆրանսիական հեռուստատեսությամբ sense նկար են ցույց տվել Թուրքիայի պատկերված ա եղել որտեղ Ադրբեջան Հայաստանը չկա բայց ես նայում եմ այս նկարի մեջ Ադրբեջանն էլ չկա Վրաստանն էլ չկա չգիտեմ այս աղմուկը ով էր արել ինչի համար էր արել նույնիսկ եթե ես վերցնում եմ ծայրահեղը ամենավատն եմ վերցնում ֆրանսիական հեռուստատեսությամբ ուրեմն պատկերացրեք գնում է հաղորդում ցույց են տալի Կովկասը մեր տարածաշրջանը եւ այնտեղ Հայաստան չկա կա Թուրքիա Ադրբեջան Վրաստան ընդունում եմ որ նույնիսկ դա կարող է լինի հիմա հարց ինչի այդպես ումից դրա համար նեղանան ֆրանսիական հեռուստատեսության այդ մոնտաժնիկից հա Երբ որ Եվրոպայում ապրող հայը, հայկական կազմակերպությունները, եկեղեցին է, այսօր դրա մասին ենք խոսալու։ Այսօր այնքան բանի մասին ենք խոսալու, մենակ ձեզ համբերություն։ Որ իրենք վախենում են իրենց ազատությունների համար խոսան, իրենց երկրի ցավի մասին բարձրաձայնեն։ Իրենց երկրում է Ֆրանսիա, Գերմանիա, եվրոպական երկրում, ամենաապահով միջավայրում, հա։ Իրենք եթե վախենում են իրենց խնդիրների մասին խոսեն։ Ես այդ երկրի կլինի Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իտալիան, ով ուզում է Անդեղ որ իմ երկրի քարտեզը ցույց չտամ։ Ես պետք է երկրի քաղաքացուց նեղանա։ Ինչ հիմքով, ժողովուրդ, ինչ բարոյական հիմքով։
Երբ որ ես իմ սահմանները պաշտպանելու փոխարեն Իրանն է իմ սահմանները պաշտպանում, Իրանն է հայտարարում, որ քո սահմաններին չեմ թողելու կպնեն։ Ես տալիս եմ ինքնապ, ես իմ երկրի իրավունքներից, որ սեփական նախաձեռնությամբ հրաժարվում եմ, ես պետք է նեղանամ, որ ուրիշ երկրում իմ տարածքային ամբողջականությունը չեն հասնում։ Հա։ Նույնիսկ եմ ասում, գարի պահվածքը բերում է գարի ճակատագրի։ Եվ այսպես, այսօր եւ Գլենդերում եւ բանում Երևանում եղան ցույցեր, նայեք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու «Դոգմա» կանոնով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի մեծ դիմանկարներով ցույց Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Օվկիանոսից այն կողմ կալանավորված Ղուկասյանի աջակիցները նրա նկատմամբ արդար դատաքննություն են պահանջում։ Ղուկասյանի աջակիցները պնդում են։ Ես այս կադրերը որ տեսա Լոս Անջելեսից եւ Երևանից, գիտեք ինչ մտածեցի։ Չէ՞ ես իմ հաղորդման ժամանակ ընդամենը մեկ անգամ մի շաբաթ առաջ էր Վարդան Ղուկասյանը կոչ արեց հավաքվել, մեկ անգամ եղա դա, ես մտածեցի դժվար է մի անգամ կոչով տես մեկ ինչ-որ մի միջոցառում լինի, հա, երևի պետք էր, ասենք, եթե ինքը հնարավորություն ունենար, չնայած եթե ազատության մեջ ուներ բնականաբար այս ցույցներ չէր լինի, բայց ընդհանրապես բանը մոտս մտավախություն կար, որ հետաքրքիր է մի անգամ կոչ է արվել, այդ կոչի ինչքան մարդ պետք է արձագանքի։ Զուտ իմ մոտ հետաքրքրություններ ես ու կար մոտս կասկած, որ շատ մարդ չի հավաքվելու։ Բայց այսօր ինչ որ ես տեսա եւ այստեղ Երևանում եւ Լոս Անջելեսում, ավելին էր, քան ես սպասում էի։ Հիմա ես որպես կոմպլիմենտ չեմ ուզում ներկայացնել Վարդան Ղուկասյանին։ Ես սա ուղղակի փաստ եմ ներկայացնում, որ կա ամեն դեպքում Հայաստանում հատված, ով ինչ ուզում է խոսա, փաստ ասա չէ։ Ով ինչ մոտիվացիաներով ուզում է թո հիմնավորի, որ սա ֆեյք է, չգիտեմ, հաստատ չէ, ստեղ ոչ մեկին փող չեն տվել, որ բերեն։ Հա, հաստատ, բան ասենք, իրենց ասած ռայոններից ավտոբուսով չեն բերել, չէ։ Վարդան Ղուկասյանը բանտում։ Սա ինչու մի բան պետք է ասի Հայաստանի քաղաքական դաշտին։ Սա ես չեմ ուզում ոչ մեկի, ինչպես ասում են, բոստանը քար նետել։ Ընդհանրապես փաստը արձանագրում ենք, որը կա, այսինքն կա ռեսուրս, թեկուզ շատ մեծ չի, շատ փոքր չի, որ ինչ որ մի բան է ուզում անի, փնտրում է, այս պահին ինքը գտել է Վարդան Ղուկասյանի աջակցության մեջ, որպես տեսնելով իրան պոտենցիալ փոփոխություն անող։ Ես հիմա հարց եմ տալի։ Հայաստանում այսքան բան է կատարվում։ Այսքան բան է կատարվում, մեկը մեկից սոսկալի։ Ինչի՞ էս ամեն ինչը չի մոբիլիզացվում։ Ինչի՞ էս ուժերը, այս ռեսուրսը դուրս չի գալիս։ Դուրս չի բերվում, այսինքն։ Ինչի՞ չկա այդ առաջարկը, որ ընդամենը այս առաջարկը հնչեց հեռախոսով մեկ անգամ եւ ունեցավ իր հետևանքները։ Նույնիսկ եմ ասում, սա անես նպատակային էս քաշշպրտել չի ինչ որ մեկի վրա կապավ կամ չկապավ, չէ, հարց եմ տալիս։ Եթե կարելի է մեկ հեռախոսով, մեկ հեռախոսի զանգով, ու այս մարդիկ ես ասած ոչ մեկին չեմ ճանաչում դեմքով, այսինքն այն փորձված ակտիվիստներից քաղաքական գործիչներից չեն, որ ես ասեմ, հա, իրենք ընդեղ էին, դե իրանք փորձ ունեն, բայց չէ, ում դեմքին ես նայել եմ երկու անգամ, ոչ մեկին չեմ ճանաչում։ Հա, որ գնաք հենա ակտիվիստներին ճանաչում եմ, բնապահպաններին, հեսա իրաց մասին էլ ենք խոսալու։ Ամեն դեպքում այն ինչ որ կատարվում է հիմա քաղաքական իմաստով Հայաստանում, ես գիտեմ, որ քաղաքական գործիչներն ու մարդիկ անհատները վստահ են, որ այս ամեն ինչի մեղավորը անտարբեր ժողովուրդն է։ Իրենք վստահ են դրա մեջ։ Ես չեմ իհարկե վիճարկի, արդյոք ժողովուրդն է մեղավոր։ Իհարկե, ժողովրդի մեջ կան եւ գառներ, կան եւ գայլեր։ Բայց կա, չէ՞ գայլեր։ Ես չեմ ասում գառ չկա։ Ես չեմ էլ ուզում նույնիսկ վիճարկեմ ոչ մասնա ավելի շատ գառները, թե գայլերը, բայց կան, չէ՞ գայլեր։ Թեկուզ քիչ։ Ինչն է, որ
սա մենք չենք տեսնում Երևանի փողոցներում, այսքան առիթ է եղել։ Ես այս հարցի պատասխանը գիտեմ իհարկե, բայց իմ իմանալը ոչ մի բան չի տալու։ Ես կփորձեմ այդ բացել ասել։ Իմ ընկերներից մեկն ինձ ասեց, լսի դու այդ անսպար լավատեսությունը այդ էներգիան որտեղից է գալիս։ Ես չգիտեմ, ես չեմ համանում, որ ես անսպար լավատես եմ։ Ուղղակի ես չեմ կարող նստել սպասել, տեսնել ոնց այս ամեն ինչը վերջանում։ Գտնենք ձևը։ Անպայման գտնելու ենք։ Միասին ենք գտնելու, գնանք առաջ։ Այն Հայաստանի իշխանությունները նրա նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում ու ընդգծում, եթե ամերիկյան դատարանը որոշի նրան Հայաստան արտահանձնել, նա կարող է անգամ կյանքը կորցնել։ Ես չեմ ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանին, որովհետև իր կյանքին վտանգ է սպառնում։ Այ հենց դրա համար ու ես միշտ էլ իրան լսել եմ, ճիշտ է իր հայանքները բանը դնենք մի կողմ, բայց այն որ ինքը ազնիվ է, դա միանշանակ։ Վարդանը մեզ պետք է գոնե Ամերիկայից մեզ կառավարի, մեր աչքերը բացի, քանց բերեն այստեղ, ես չգիտեմ Վարդանի հետ ինչ կնի։ Եթե Վարդանի հետ եղավ մի բան, բոլորիս հետ է լինում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հակադարձելով Ղուկասյանի աջակիցների պնդումներին վստահեցրել էր, Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին։ Հայն չէ, քիչ մարդ է հայհոյում։ Չէ, քիչ մարդ չի հայհոյում։ Դուք 99%-ն է հայհոյում, ընդ որում ձեր միջիտականքները նույնպես։ Իրանք էլ են հասկանում, որ ձեզ սուգուբը բացառապես մենակ հայհոյանք է անցնում։ Ուղղակի ափսոս գործը հայհոյանքից ենքում չի գնում, էլի։ Ասում են, մեզ վտանգ չկա, լուրջ ես ասում։ Այսինքն Բերթենում այսքան մահացած մարդիկ, տենց իրանք որոշեցին, որ պետք է մահանա, Հայաստանում ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայաստանում բոլորի կյանքին է վտանգ սպառնում։ Նույնիսկ եթե այսօր ամենամոտ աստիճանների վրա են կանգնած իշխանությունը։ Բոլորի, Ժողովուրդ ջան, այդ գնդակը, որ հիմա գոդիսեցիների գլխի վրայով է թռնում, վաղը թռնելու է նաև երևանցիների գլխի վրայով, եթե այսպես շարունակվի։ Իսկ ոնց որ թե ոչ մի բան հակառակ չի արվում։ ՆԷ մաքսային և միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Ամերիկյան դատարանը նաև պետք է քննի նրան արտահանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության 2023-ին ներկայացված միջնորդությունը։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, հրապարակային կոչերի համար, նա մեղադրանքը չի ընդունում։ Բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար, բռնությունը արդարացնելու համար հետապնդվում եմ նաև ես։ Շատ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում նման կոչեր չհնչեր, եթե Հայաստանում նման պահանջ չլիներ, որովհետև ձեզ վիճվածքներ, ուրիշ ձև հնարավոր չի, դուք օրենք չեք թողել, ձեր այդ օրենքի սահմաններում հնարավոր չի վիճարկել ձեր գոյության իմաստը, ձեր իրավական գործողությունների թույլատրելի սահմանները, դուք ավիրել եք ամեն ինչ, հա, նորմատիվ լեքսիկոն դուք չեք հասկանում, եւ դրա համար էլ մարդիկ կան հասկանում են ձեր հետ ոնց է պետք խոսել, այսինքն մեկի համար դա լիցքաթափման ձև է, մեկի համար ոչ, իմ համար օրինակ չէ, երբ որ սկսեմ ես բալկանել, ես հասկանում եմ, որ ես պարտվում եմ, որ ես բալկանում, դա բայց ես աշխատում եմ հնարավորինս մնալ հանդարտ եւ ուղղակի ամեն ինչ անել, որ այն օրը դուք պետք է սկսեք ցույց տալ շուտ գա, որտեղ եթե ես նույնիսկ բալկանամ, այ ինչ գործնեմ, ինձ վնասնալուց դա ինքնասի ուրիշ բան չի լինելու, բայց ես այս այդ ուրախությունը չեմ պատճառելու, դուք դատվելու եք եւ ես դատարանում լինելու, այ ես գալու եմ Հայաստան, բայց ձեր դատին Գասի դատարանն օրերս մերժել էր Ղուկասյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Նախկին ռազմական ոստիկանը ճավերի հետևում է արդեն ավելի քան 30 օր։ Հարգանքներս հարգելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր որ շարունակում են ինձ աջակցել։
Վարդան Ղուկասյանն օրերս կալանավայրից դիմեց իր աջակիցներին ու իր շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Թուրքիայում ծավալվող իրադարձությունների հետ, որտեղ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Մենք մարդունման հավաքվում ենք Հայաստանում, Երևանում, ԱՄՆ դեսպանատան առաջ պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ, նույնիսկ ընդգրկն օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով։ Հետևելով հորդորին նրա աջակիցները այսօր ԱՄՆ դեսպանատան հարակից տարածք էին եկել։ Մենք իր աջակիցներով Վարդանի հետ ենք ու պատրաստ ենք ամեն ինչ անենք, որ մեր կուսակցության ղեկավարը մեր կողքին էլի։ Մենք հարգում ենք Ամերիկայի օրենքները ու վստահ ենք, որ Ամերիկայի արդարադատությունը օբյեկտիվորեն կմոտենա այս հարցին եւ քննություն կանցկացնի ճշտորեն, ու մենք չենք կասկածում Ամերիկայի արդարադատությանը։ Մենք չենք ասում հենց այս պահին ազատ արձակել, ոչ, մենք պահանջում ենք արդար դատավարություն, մենք բոլորս, եւ մենք շատ ենք, ոչ միայն այսքան հավաքվածները, ռայոններից, գյուղերից եւ բոլոր տեղերից, մենք շատ ենք, հավատացեք։ Նախկին ռազմական ոստիկանի առաջնորդած ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը պնդում է, Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է։ Վարդան Ղուկասյանի հայաստանյան փաստաբանի փոխանցմամբ հաջորդ նիստը կկայանա ապրիլին։ Հաջորդ նիստը իհարկե կայանա ապրիլին, մինչև ապրիլ հնարավոր են լինել փոփոխություններ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թմում եւ այն մարդիկ, որոնք ես գիտեմ անդադ սպասում են փոփոխությունների եւ ինձ անդադ գրում են ինչպես կարող են գործին օգտակար լինել, հենց եղավ այդ հնարավորությունը, ձեզ տեղը կպահվի, որովհետեւ այդ գործին աջակցելու համար կարիք է լինելու այո բոլորի օգնությունն ու աջակցությունը, բայց հիմա շատ բաներ չեմ կարող ասել, սպասում եմ վերջնական հայտարարի գան եւ այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն եւ կուսակցության կողմից եւ առաջին հերթին կլինի հենց Վարդան Ղուկասյանի կողմից։ Ամեն դեպքում իր պաշտպանական թիմը չի հանձնվել եւ եթե կա պահանջ, դա այդ կիրականացվի, այսինքն ազատումը Վարդան Ղուկասյանի կիրականացվի, իսկ ակնհայտ ես տեսնում եմ, որ դրա պահանջը կա։ Նայեք այս տեսանկյունից։ Գյումրիում նախընտրական քարոզարշավի վերջին օրերին թեկնածուների իրար ուղղված մեղադրանքներում ավելի ու ավելի հաճախ հնչում են հարևան պետության Թուրքիայի անունը։ Երեկ իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանն առանց անուն տալու հայտարարեց, որ կուսակցություններից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Ես հայտարարում եմ, այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն։ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու։ Այնպես որ բոլորի խոսալուն մի հավատը, կիմանաք շուտով։ Այս հայտարարությանն արձագանքեց ընդդիմադիր դեմոկրատական այլընտրանքը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Թուրքիայի ժամանակավոր կացության երկու քարտերը, որոնց ժամկետները լրացած են։ Այսինքն եթե ժամկետները լրացած են, արդեն դա բան չի, Թուրքիայի կացության քարտ չի։ Հիմա ինքը չի ասում, որ Թուրքիայի կացության քարտ չունեմ, այնտեղ դրա անհրաժեշտություն չի եղել, ասում է, չէ, ես քաղաքացիության չեմ դիմել։ Լսենք հələ։ Ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պետք է տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը Այսինքն կացությունը կա, ապացուցված է, բայց ինքը քաղաքացիության չի դիմել։ Քաղաքացիությունը քո ինչին է պետք։ Կացության քարտ ունես հերիք է, փաստա թե չէ։ Ես եթե հիշում եք ովքեր նայել են երեկվա հանդիպումը, մեր հաղորդումը, քիչ լսենք։ Դերը հենց Արտյոմ Ղարաղազարյանն էր։ Շատ ողջունելի է, ես նաև ասեմ, որ հալալ է, մարդը տղամարդկություն ունեցե, հրաբարակել է իր Թուրքիայի կացության քարտը, ողջունում եմ, որ տղամարդկություն ունեցել, խոստովանել։
Սրանց պարագայում ուզում ես անջատեմ, հա, սրանց դեմքը, բայց դե մի հատ էլ բան կա, ես ուզում եմ, ես կուսակցության անունը չմոռանանք, ես դեմոկրատական այլընտրանք որ ասվեց, հասկանաք, սրանք բոլորը նույն թեմի մարդիկ են, խնդրեմ, դեմոկրատական այլընտրանքը, կուսակցության երեք պահորդումը նայելը, երևի հիշում եմ, որ ես ասում եմ, որ այս ռուս-թուրքական դաշինքը ինչ որ ղեկավարում է Հայաստանը դեռ 2000 կարծում եմ առնվազն 13-14 թվականից հանձնվել է թուրքերին, որովհետև այդ ժամանակվանից դեռ KGB-ն գիտեր, որ Թուրքիայից հոսում են մեծ քանակությամբ, Թուրքիայից եւ Ադրբեջանից մեծ քանակությամբ կանխիկ դրամներ ուղղակ են դրա մասին ասել, հետո մտածելով որ դրանով վարկաբեկելու են Նիկոլի, մոռանալով որ այդ ժամանակ ԱԱՑ-ն իրանք էին, հա, Նիկոլի իշխանության ժամանակ չէր դա, հա, իրանք խոսում էին այն ժամանակվա մասին, երբ որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մեծ շոկներով դոլարներ են բերում Թիֆլիսից Երևան։ Երեք էլ ասացի, որ իմ խոնին համոզմամբ այս ամեն ինչի ֆինանսական մասը դրված է Թուրքիայի վրա ապահովության եւ բոլորովին պարտադիր չի, որ մարդ դեմոկրատական այլընտրանք իրան կոչելով, հա, պատկերացնում եք, դեմոկրատական այլընտրանք։ Ով է Սուրեն Սուրենյանցը, ռուսական քարոզիչ, ուրիշ բան չեմ ուզում ասեմ, հա, նայած փողը ինչի համար է տրված, լֆիկը տա, լֆիկի քարոզիչներ ծածկաշուկան քանդելու համար, հա, ով երբ ինչը տա, իր քարոզիչն է, դնում եք մի կողմ, բայց այդ բոլոր փողերը այս քաղաքական ամբողջ արծիվարցի համար իրանց թվում է, թե դա թուրքական չի, այսինքն Էրդողանը չի սենց բերում ձեռը տալի, բայց բոլորը կառավարվում է, բոլորը վճարվում է, ֆինանսավորվում է նույն տեղից։ Ռուսաստանն էլ փող չունի։ Ռուսաստանն ապահովում է դրա անխափան իրականացումը, որտեղ անվտանգությունը իր ձեռն է, հայկական անվտանգությունը, հայկական բանակ ուժեր, սահմանապահներ, բոլորը ենթարկվում են ռուսներին։ Ինքը ապահովում է տանիքը, ծախսը ով անում, դրանք են անում։ Եվ բոլորովին պարտադիր չի, որ այս կուսակցության առաջի դեմքը մեկն է, որը թուրքական կացություն ունի։ Բայց հարց ամբողջ Հայաստանում հեղինակավոր մեկը չկա, ինչի չկա։ Ինչի չկա, իհարկե կարելի է գտնել։ Ես չեմ կարծում Սուրեն Սուրենյանցի շրջապատում, ասենք, ինտելեկտուալ մարդ չկար։ Չէ, իհարկե կլիներ։ Բայց ով վճարում է, այն էլ թելադրում է երաժշտությունը։ Նույնիսկ իրանց քաղաքապետը Գյումրի քաղաքապետը, պատկերացնում եք, Գյումրին կապած է Թուրքիային։ Դրա պոտենցիալ քաղաքապետը, պոտենցիալ, որ ներկայացված այս կուսակցության կողմից, Թուրքիայի կացության, այսինքն նշանակում է այնքան ժամանակ անցկացրել, գնում է գալիս ինչ որ գործեր ունի բնականաբար։ Իսկ ինչ կարծում, այնտեղ աշխատողը, որին ներկայացնում են այստեղ բան քաղաքապետի տեխնացու, թուրքական հատուկ ծառայությունների ուշադրությունից դուրս է մնացել, բայց այդ գործունեության փողերն ով է տալիս։ Հիմա այն հանգամանքը, որ Սարիկը լսել է մի տեղից կամ կարդացել են, որ կարաս էսանով վնասեց, որ ինքը թուրքական կացություն, ինքը թուրքական գործակալ է փաստորեն։ Թուրքիայից ներդրված վճարվող հենց սահմանին իրանց պետք է ներկայացուցիչ լինի քաղաքապետը։ Այդ Սարիկին այդ ինֆորմացիան որ տվել են, որ ասի ինքը չի նշանակում, որ Սարիկը նույնը չի։ Նույնիսկ եմ կրկնում, իշխանական, ոչ իշխանական, այս Լևոն Ռոբ Սերժ Նիկոլ, այս անց եմ վերցնում, են նացացին դում եմ Նիկոլ։ Այդ շրջանակներում ինչ փող որ պատտվում է, մի հիմնարկից է գալիս։ Այդ հիմնարկի դոնորը Թուրքիան է, դե Ռուսաստանը փող չունի։ Իր գործը ուղղակի թողել է, տալիս եմ քեզ տարածքը, իմ վերահսկողության տակ, դիր քո քաղաքապետին, քո տարածքը, դիր քո քաղաքապետին, ստեղծի քո կուսակցությունները, ստեղծի քո մեդիաները, ստեղծի քո 5-րդ շարացումը, ոնց որ եվրոներն են, եվրոյոնջաներն են, Թաթուլ Հակոբյաններն են, բոլորը թուրքական են։ Եվ նույնիսկ եթե դրանց փողը գալիս է Եվրոպայից, այդ հիմնադրամը որ ստեղծվել է Եվրոպայում, դա էլ սնվում է Թուրքիայից։ Փողը գնում է հիմնադրամ Եվրոպայում, ընդդեղից փոխանցվում է Հայաստան։ Հոպա։ Հրաշք կոմբինացիա է։ Եվ ոնց նայում ես, բոլորի խոսակցությունը, բոլորի թեզը նույնն է։ Սահմանին կրակոց չկա։ Չկա։ Պետք է Թուրքին ասել, չէ։ Ով ասում։
Եմ արդը որ սնվում է մի հիմնադրամից Թաթուլակոպյան, որը սնվում է թուրքական հիմնադրամից։ Ով է Գյումրիում տեխնացուն, մի մարդ, ով Թուրքիայում կացության քարտ ունի, իսկ Թուրքիայից, եթե բերել են նշանակել են ընդեղ տեխնացու, այդ նշանակում է չբացած եմ, էլի, Գյումրեցիներ ջան, շատ դժվար ընտրություն ունեք։ Ես չգիտեմ նույնիսկ ինչ առաջարկեմ։ Ես չեմ ճանաչում մեկին, որ ասեմ բանով, իմ կողմից վստահություն ունես մարդը գնացեք ընտրեք։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, բայց իշխանության հետ կապ ունեցող եւ կապ ունեցած ցանկացած մեկը նույն հիմնարկի համար աշխատում։ Դա այդ հիմնարկը կոչվում է Լենին Քեմալ Աթաթուրքի հիմնարկ։ Կրեշը մեկն է, ուժայի մասին մեկն է, ֆինանսներն ապահովում է մյուսը։ Իսկ ես հիշեցնեմ, չնայած Թուրքիան բանկրոտ երկիր է, բայց Թուրքիայի պրոպագանդան արտասահմանում իրականացնող այդ հիմնարկը այս տարի ստացավ 3.9 միլիարդ դոլար փող, որը ունի պաշտոնապես 1.2 միլիոն աշխատող դրսում։ Պատկերացնեք ինչ թվա։ Իսկ հայաստանյան ընտրությունների համար, մի 100,000 կամ մի քանի 100,000 ծախսելը, որ քո տեխնացուները լինեն Հայաստանի եւ Թուրքիայի ամենակարևոր քաղաքի քաղաքապետ, հասկանում եք, մի կոպեկներով կառնել այդ քաղաքը։ Քանի ընտրող ա այնտեղ մոտարապես 20-30,000, պատկերացրեք, եթե նույնիսկ որոշեն իրենց ընտրակաշառքներով տան 20-30,000 հոգուն $20 փող տան, այդ ամենը ինչքան է, մի 40 կամ 50,000 դոլար փող կարան առնեն այդ ամեն ինչը։ Կներեք, շատ։ Կես միլիոն թող լինի, ոչ մի բան չի ենթադրվում, ոչ մի բան իրենից չներկայացնող գումար է։ 1 միլիոն թող լինի, 2 միլիոն թող լինի, քաղաք առնես, քո քաղաքապետը նստի, 2 միլիոնի չա։ 200 միլիոն էլ կտան։ Սա քաղաքական իրականությունն է այսօր Հայաստանում, քաղաքական ողբերգությունն է իրականացնում։ Ու սա մենակ նշի, որ այս քաղաքաբանում է։ Սրանք նաև որոշել են միսկի, երեք ես ասել եմ, չէ, որ այս կրակոցների ֆոնի վրա, ուղղակի մի քիչ առաջ են գա։ Հիմա կրակում են, բայց այս ընթացքում իրանք մտածում են ոնց անեն միսկի խումբներ լուծարեն, որ Ալիևին ոչ մի խանգարող բան չլինի, բայց Իրանը կանգնած է եւ պարզ հայտարարել է տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա։ Մինչ Սուրեն Պապիկյանը պնդում է, որ վտանգ չկա, Հայաստանի իրավասու կառույցները պնդում են, որ վտանգ չկա, փաստորեն Հայաստանը իրավասու կառույցներ ունի։ Գիտեք այդպես բան, հա։ Ու սա ասում է, այս նապաստակի դեմքով Պաշտպանության նախարարը։ Մինչ սա այդպես ապուշություն ասում, իրեն ասում է, արա։ Տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա։ Ինքն էլ հայտարարում է, Հայաստանի ինքնիշխան տարածքը ոչ մեկ չի գրավելու։ Ես պաշտպանելու եմ Հայաստանի ինքնիշխան տարածքը, Հայաստանի պատմական Զանգեզուրը մնալու է Հայաստանի։ Մյուս ձեռքով եկել է Երևան, տականքին հանդիպում է, շեշտում է Թեհրանը շեշտում է Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցությունը։ Արարչի Երևանում շեշտել է Թեհրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ամեն ինչ ասում են, նույնիսկ եթե դուք էլ չեք պաշտպանելու, դուք տալու եք Թուրքիին, նրան չենք թողելու։ Սրանից ամոթալի երևույթ, սրանից մեռնելիք։ Մեծ կտալով նայեք, էլի պատկերացնում եք ժողովուրդ, մի ընտանիք, որի հայրը երեխաներին, ասենք աղջիկներին ուղարկում է մարմնավաճառության, հա, տղեկին տղաներին ստրկության, կնոջն էլ տալիս է ուրիշին, ասում է մենակ ինձ ձեռք չտաք։ Ու մի հարևան կա, այդ կողքի հարևանը, ասում է չէ, երեխեքիդ ապրելու փողն էլ ես կտամ, աղջիկներիդ սովորելու փողն էլ ես կտամ, ընտանիքդ էլ կպահեմ, մի դու քանդի քո տունը։ Դուք պատմում եք ինչ արժի, ժողովուրդ, ինչ արժի այդ ընտանիքի տերը։ Այդ ընտանիքի տղամարդը ինչ արժի, մի հատ հարց տվեք ձեզ ու մեկ էլ նայեք այս տականքի դեմքին, մեկ էլ նայեք այն մարդկանց, որոնք աջակցում են սրան, հետը աշխատում են, հետը գործ ունեն, հետը բարև են տալի։ Դուք հասկանում եք պատկերավոր ասած ով են իրենք։ Իրենք մեկն են, որ իրանց երեխեքին վաճառում են,
մի հատ էլ հարևանն են բախներս վերել է իրանի նման, ասում է մի վաճառիր, աղբեր ջան, ես կպայեմ քո ընտանիքը։ Դու ոչնչություն չես։ Հիմա ով սրա հետ շփվում է, ով սրա հետ տալիս առնում է, ով աջակցում է, հասկացեք, պատկերավոր ասած այդ ոչնչությունն է։ Դուք պատկերացնում եք սրանց հավաքները, պատկերացեք ԿՊ-ականները հավաքվել են իր հետ, այդ ոչնչությունները։ Ասեք, նրանք չեն կարող այդ անկես լինեն, ո՞նց կարող են, գիտեն չէ, մեկը մեկից տականք է իրանք։ Իրենք շատ լավ գիտեն, ասեք մեկը մեկի վրա ցուսմունք տվողա, մեկը մեկի վրա տակը փորողա, բամբասողա, մեջքից խփողա։ Ասեք նույնիսկ իրենք իրար չեն կարող անկես նստեն խոսան թուլացած։ Մեկ որ ես որ գալիս եմ Երևան, տեսնում եմ լավ ընկերներ, որոնք հավաքվում ենք, մեկ ավելի շատ լռում ենք, քան խոսում ենք, ինչ ամեն ինչ ասված է։ Մեր լռությունն էլ խոսում է։ Իսկ եթե մեկն էլ խոսում է, նա կյանքում չի մտածի, որ այդ խոսքը իր դեմ պետք է աշխատի։ Այսինքն այն ունենք միջավայր, որտեղ կարող ենք ուղղակի թուլանալ եւ չմտածել զգուշության մասին, սրանք դա չունեն։ Չեն էլ կարող ունենալ, չեն էլ ունեցել ու չեն էլ ունենալու։ Այն բանտում կունենան, որտեղ արդեն բանտում ինչ խոսան, ինչ չխոսան, իրենց դեմ էլ չի կարող աշխատի։ Իրանք արդեն բացահայտված են, իրանք արդեն կրում են պատիժը անսահման, ինչի վրա ինչ որ արել են, էլի։ Այ այնտեղ միայն իրանք կարող են հանգիստ, անկաշկանդ խոսել իրանց մասին, որտեղ մեկ այդ փաստը իրանց դեմ ոչ մեկ չի կարող գործ ունենալ, գործածել։ Կներեք այս լիրիկական զերումների համար։ Հիմա գալիս եմ սրանց։ Ճանաչում եք ովքեր են սրանք։ Հաշվապատկամավորն ասում, ամեն զիջումների գնում եք, որ մի հատ թղթի կտոր մուրակ, որի վրա գրած լինի խաղաղություն։ Հիմա սրանց եմ ուզում հարց տամ։ Դուք հələ ԱԺ-ում եք։ Լավ, իրանք գնում են ամեն ինչ անում են դրա համար։ Հիմա ես հարց եմ տալի։ Բայց եթե ձեզ դա դուր չի գալիս եւ պետք չի, ինչի՞ եք մնացել այդ խորհրդարանում։ Ինչի՞ որ դրա մասին խոսակ։ Ժողովուրդն էլ ասի, եթե սենա պայքարում են, բայց չեղավ։ Այդ ասենք, այն ոչ տեղյակ, ոչ կիրթ, ասենք կա չէ մի շերտ, որ ոչ հիմա չի հասկանում։ Իր համար դա կարող է ներկա բանը լինի իմաստուն, բայց հիմա հարց եմ տալի, դուք ինչ չեք կարող խաբեք։ Այ այն նկարագրած ընտանիքի տղամարդիկ, ինչու եք մնացել այդտեղ։ Ինչի՞։ Որ ձեր օգնությամբ, ձեր ներկայությամբ, ձեր լեգիտիմությամբ այս ամեն ինչ իրականացնի, վերջում էլ ասեք մեկ չէինք ուզում ինքը իրականացնեց։ Նույնիսկ կրկնեմ, ով չի հասկացել դեռ, չնայած արդեն քան տարի ես նույն բանն ասում եմ։ Որ պահից սրանք մանդատները վայ դրեցին, դուրս եկան։ Որպես խորհրդարանական երկիր, Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ, չի կարող ոչ մի լեգիտիմ թղթի տակ դնել սորավություն։ Աժն լուծարվում է, եթե աժն լուծարվում է, նշանակում է չկան նախարարներ, կան պաշտոնակատարներ միջև հաջորդ ընտրություն։ Բայց այդ չնախարարներն ու չվարչապետները, որոնք պաշտոնակատար են, ոչ մի թուղթ իրավասու չեն ստորագրել, էլ չեմ ասում միջազգային պայմանագիր։ Էլ չեմ ասում ինչ-որ բան անցկացնեն։ Միակ բանը, որ իրանք պարտավոր են անցկացնել, դա ընտրություններն է։ Հիմա հարց ձեզ, այն բնությունով այն տղամարդիկ, որոնց ես նկարագրեցի։ Ինչ եք մնացել այդտեղ։ Ձեզ հաճելի է, որ ես ձեզ այդպես եմ նկարագրում։ Հիմա դու եկա մարդ ես, չէ՞։ Մարդ ես, երևի կին, ընկերներ, երեխեք ունես։ Հիմա հարց եմ տալի քեզ, արա ամա չէ, ինչ ես գնացել այդտեղ։ Ինչը հայոյանք պետք է տանք ձեզ որ դա բան անեք, ստապեք։ Չնայած դուք հայոյանքից էլ չեք ստապվում։ Հիմա ես ասում եմ, արա չեք գնացել այդտեղ։ Ես ես երեխեքին եմ ասում, բալեքս, ձեր այս հայրը կապիկություն անում, ինքը գնացել անդե որ մունատ գա Նիկոլի վրա, բայց Նիկոլ մեկը իր գործանում է, գիտեք ինչի, որտեղ ձեր հայրը, ձեր բարեկամը, ձեր ամուսինը ընդեղ է։ Եվ այդ մանդատը իր ձեռը, նշանակում է մանդատը իր ձեռը, խորհրդարանը գործում է, ինքն էլ որպես իրական գործող վարչապետ, ինչ որ իրավունքներ ունի։ Որտեղ լավ փորձում է իրականացնել։ Եվ ոչ միայն վարչապետ իր նախարարներն են մնացած տականքներից միասին։ Հիմա ես հարց եմ տալի, սիրելիներս, հայրենակիցներս, ես չեմ ուզում ձեզ վիրավորեմ, բայց սրա ձեռները բռնող չկա, մի հատ դոշենից թափ տվող չկա, ասի այ թափ տփուկ։ Դու եթե ստան տղամարդն ես,
զավակ ես կամ հայր ես, դու ինչի ես մեզ այդ տեսակին նմանեցնում, ինչի ես մեր ապագան թաղում քո, չգիտեմ, ամսական աշխատավարձի դիմաց կամ այն թուլափային, որ քեզ տալիս են, չես երկիրը որ վերացավ, դու մեջլիսում պատգամավոր չես լինելու, ու ամբողջ կյանքդ այս խալանը դեմ չի տա լինելու։ Այդ դու կարող ասենք ձեր դաշնակների մոտ ասեք, ինչի եմ զարմանում, ձեր ամբողջ կենսագրությունն է դա եղել։ Դաշնակների ամբողջ կենսագրությունը դեռ 15 թվականից մինչև այսօր դուք նույն բանն եք արել։ Նույն բանը ձեր համար սովորական բան է, երկիր լուծարելը։ Սովորական բան, պրակտիկան է։ Հիմա այս հարց եմ տալի, մինչև երբ։ Ես ձեր հետ չեմ ուզում խոսամ, ես այդ խոսալու բան չունեմ, ես ուզում եմ խոսամ այն մարդկանց հետ, նորմալ, որոնք ձեր շուրջն են, որ մի հատ ձեր դոշերից կբռնեն թափ կտան։ Կասեն, արա, ինչի ես անում էսի։ Լավ, քո լափի համար ինչի ես իմ ընտանիքը քանդում, ինչի ես իմ երեխեքի ապագան քանդում ես Հայաստանում։ Լավ ասենք ինքն է այդեղ շահառուն, բա լավ իր շրջապատը։ Սաղի բոլորին այնքան փողեր են բաժանել, որ բոլորը թքած ունենան այս երկրի վրա ինչա լինելու։ Այս երկրի վերջին ինչա լինելու։ Բա նույն բան էս աղջկան եմ ուզում ասեմ։ Աղջիկ ջան, ասում եմ դա Թուրքիայի համար նախատեսված, ասենք անեմնա, որ ասենք արել եմ, ու էլի կանեմ Բանաձևի շրջանակներում թուղթը։ Հիմա այս հարց եմ տալի, Աննայա կարծեմ այս աղջկանն եմ։ Ես փոքրացնեմ։ Իսկ ես տեխնիկայից եմ հասկանում, ես բաներ եմ կարում անում։ Դա թուղթի համար, Թուրքիի համար նախատեսված, ասենք անեմ, արել եմ ու էլի կանեմ Բանաձևի շրջանակներում թուղթ է։ Աննա ջան, դուք ինչ եք այնտեղ։ Ալավ ես չեմ ուզում, ես ինչ չեմ կարող թույլ տալ անցնել որոշակի սահմաններ, որոնք իմ համար ես ինքս գծել եմ։ Ես որ անցնեմ դրանից հետո ես ինչ չեմ հաշվի։ Ինչի եք անում դա։ Ինչ է, հիմա դու ասում, դու ճիշտ ես անում, բայց ինքը չի կարող անի սա, եթե դու ես բանից շպրտես դեմքին գնաս։ Ինչի ես անում։ Դու երիտասարդ ես, չէ՞, դու կարող ես լավ կարիերա ունենաս հետագայում։ Որ սրանց ձեռով քանդեցիր համատեղ մեր երկիրը։ Դու ինչ ես անել։ Ինչի եք անում։ Ես վստահ եմ դու եւ հայր, մայր, գուցե ամուսին ունես, ես չգիտեմ քո կենսագրության ծանոթ չեմ, բայց ինչի եք քանդում մեր երկիրը։ Ձեր ներկայությամբ, ձեր աջակցությամբ։ Նկատել կարելի է։ Ոս տականքա ասի պատմության ընթացքում մենք սխալ ենք պահել, հիմա ճիշտ ենք պահում։ Հասկանում եք, դուք իրան դուք եթե կաք ինքը ձեր ղեկավարը, հասկանում եք, դուք պետք է մեռնեք ինքնասիրություն եթե ունենայիք, Աննա կամ չգիտեմ, դուք պետք է ձեզ խարակիրի անեք, ինքը ձեր բանը ղեկավարն է։ Ասում պատմության ընթացքում մենք մեզ սխալ ենք պահել։ Այս տականքը պատմությունն է քննադատում։ Հիմա ճիշտ ենք։ Հիմա վերջի վիժվածքի նման պահելը, որ ով չի ալալում, ոտերը սրբում ավրեն։ Սա իրանց համար ճիշտն է։ Գիտեք ինչի է իրանց համար ճիշտը, որտեղ սա համար իրանց վճարում են։ Իրանք, հասկացեք, իրանք կվճարեն այն ժամանակ, երբ որ իրենք Բորնիկի աշխատանք է էլի։ Բորնիկին ինչի համար են վճարում։ Ծառայություններ մատուցելու, չէ։ Սրանց ուրիշ բանի համար փող չեն տա։ Հիմա սա իրենց ծառայությունն է։ Ասում մենք հիմա մեզ ճիշտ ենք պահում։ Ճիշտ իրանց համար է։ Հա, որտեղ դրա համար իրանց վճարում են։ Առաջ սխալ ենք պահել, որտեղ առաջ իրանք բոմժ էին, ոչ մեկ էին։ Գրզոյի գրպանի թաշկինակներ օգտագործած այս կողմից այն կողմը շպրտում, այս կողմից այն կողմը շպրտում, ինչ պետք է։ Ոչ մեկ կենսագրությունով եւ տեսակով։ Հիմա մենք մեզ ճիշտ ենք, առաջ սխալ ենք եղել։ Առաջ ասիկան հաղթանակած երկիրը սխալ էր, հսկա երկիրը ուժեղ բանակով, ուժեղ տնտեսությունով, ինչ սրանից անհամեմատ ուժեղ ու հսկա։ Էնի սխալն էր։ Հիմա որ թուրքը կրակում է Հայաստանի գյուղերի վրա, ոտները զգալի ձեր երկրի վրա, ձեր վրա սփում են ձերից գրավելով ձեր ժողովրդի ծախսերի հաշվին։ Սա ճիշտն է։ Գիտեք ինչի։ Որովհետև Աննայի եւ մյուսի նման մարդիկ նստած են դեռ պատգամավոր։ Հասկանում եք, կարելի է անշուշտ հեղափոխություն անել, կարելի է տերորել անել։ Ես ամեն ինչի կողմ եմ,
Չմտածեք հանգարց ես այնքան ասենց բարի եմ, ես այդ բաները մերժում եմ։ Չէ, ես ինքս վաղուց արել էի։ Բայց ես ասում եմ, բայց դրանից առաջ ձև կա։ Դրանից առաջ քաղաքակիրթ ձև կա, դրեք այս մանդատները։ Դրեք, որ ինքը մնա օդում, ինքը դառնա նորից ոչ մեկը։ Ճանաչում եք սա։ Սա պետաֆիլ պիրսն է։ Կաթողիկոսի եղբայրը։ Մոսկվայի թեմի առաջնորդը։ Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ին։ Իհարկե։ Իրաները ախպորներ Պուտինը շատ բարձր է գնահատում իր ծառայությունները, շատ։ Նախ Մոսկվայի եւ Ռուսաստանի բնակայինին ձեռի մեջ պահելով, որ հանկարծ մեկը չտապարտա, մեկի մտքով ոչ մի բան չանցնի ավելանելու, Հայաստանին օգնելու, քաղաքականության մեջ մտնելու, չեմ ասում Հայաստանի կուսակցություններին հանկարծ փոքրիկ ինչ որ բան է ստեղծելու, օգնելու։ No. Ես ինչքան սանս մասին խոսում եմ, իսկ մեկ տակը գրում են դու եկեղեցին քարկոծում ես կամ չգիտեմ ինչ ես անում։ Ժողովուրդ, ձեզ լիցը եկեղեցին։ Ձեր եկեղեցու առաջնորդը Պուտինի ձեռից մրցանակ է ստանում։ Ինչպես իր աղբերը, գիտեք ինչի համար։ Լավ ծառայության համար։ Հիմա դուք կարող ասեք, չէ, եկեղեցին ինքը չի, ես էլ չասեմ, չէ, դուք ձեզ մի խաբեք։ Դուք ձեզ խաբում եք։ Իրանք են եկեղեցին։ Ցավոք։ Իրանք են կառավարողը։ Իրանք են այս հոտին ղեկավարողը, որ հանկարծ չապստամբի։ Հանկարծ չբողոքի, հանկարծ չմիաբանվի։ Հանկարծ չհասկանա ով է իր իրական թշնամին, ով է իրական բարեկամը։ Ընդհանրապես ինքը ով է։ Չէ, իրանք այդ հոտին պետք է պահեն այն հայտնի կենթանու կարգավիճակին, որ հանկարծ երբևէ մտքով չանցնի, որ ինքը վատ վիճակի մեջ է։ Այ սենց ախպեր։ Արա խոտը դե մտա։ Արա կինելի։ Դες ցանցնել քաշած է ապահով։ Ծառը տնկի, որ թուրքի չերև ապահով զգաս։ Դες ցանցնել քաշած է ապահով։ Սանց ամբողջ կյանքի ամբողջ աշխատանքի նպատակը այս վիճակը ապահովելն է։ Ու բարեհաջող ապահովել են։ Ինչ որ չափով բարեհաջող։ Իսկ ով էլ ամբստացել է, ստամել է, իրենք գտել են ձևը, ինչպես լիկվիդացնել։ Այսօր իմ ծանոթներից մեկը Լոնդոնից գրել էր, որ Սերի եկեղեցու, հիմա լսեք անգլիայի թևի, չգիտեմ թևը ոնց է կոչվում։ Եկեղեցու բոլոր սպասավորները, բոլոր ներկայացուցիչները Ռուսաստանի շահերի մեծագույն պաշտպաններն են եւ ոչ մի հավաք, ոչ մի բան, եթե դա հանկարծ հակառուսական հնչեց կամ բովանդակության մոտեցումներով չի կարող անցնել եկեղեցիներին։ Բա դուք ինչ եք ուզում։ Սրանք են կառավարում։ Դուք ասեք չէ, սրանք եկեղեցին չէ, հաշվիճը։ Սրանք կապ չունեն եկեղեցի հետ։ Եկեղեցին ես չգիտեմ ով է։ Չէ, իրանք են։ Իրանք են, քանի կարողանում են իրենց հոտին այտենց բռի մեջ պահել։ Իմ նման մարդունի չի չեն կարա։ Ձեզ թվում է ինչ է, ես աստուտեղը չգիտեմ։ Հա։ Չէ, ուղղակի իրանք վրա ազդեցություն չունեն, որտեղ իրանք համար ոչ մի բան է։ Ես իրենց դուռը չեմ բացում։ Բնականաբար բանից չունեն, ազդեցություն չունեն, բայց ինձ տեսնելուց էլ գիտեն, ես իրանց ոնց եմ վերաբերվում։ Խոսքը այն հոգևորականների մասին չի, որ ես ինքս եմ ցույց տալի, հա, ոնց են Թեյլերյանի արձանի վրա համբուրում արձանը, հա։ Իմ մաման ինքն է հոգևորականը, սրանք էս մնացածին, էս վիճակին բերողն են։ Ժողովրդի այսօրվա վիճակի, երկրի այսօրվա վիճակի պատասխանատուներն են սրանք։ Որովհետև գիտեք, ցանկացած գործողություն նախ ունի բան մտքի մեջ գաղափար։ Այդ գաղափարը ծնվում է մարդու հոգևոր աշխարհի բարոյականության կամային հատկանիշների այս համախառն արդյունքում ծնվում է միտքը, միտքն ծնվում է գործողություն։ Եթե այսօրվա գործողությունները մենք նայում ենք, հասկացեք ստեղ ինչ է։ Այսի դրա արդյունքն է։ Այս մեր գործողությունները հենց սրա արդյունքն է։ Իսկ այս սրա արդյունքի մեջ հսկայական տեղ ունեն հենց սրանք։ Հենց սրանք իրաց քարոզներով մի արա ռուսյանունը չտաս։
Բայց հակառակ սրանց Բելգիայի Դաշնային խորհրդանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենա լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։ Հետաքրքիր է, չէ՞ որ հայկական արտաքին քաղաքականությունը ոչ մի ձևով սա չի նպաստում։ Ընդհանրապես նույնիսկ նոր սահմանադրություն են ուզում ընդունել, որտեղ ընդհանրապես չկա Արցախի մասին խոսք, ցեղասպանության մասին խոսք, ամեն ինչ ուրացվում է։ Սրանց հակառակ Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախաձեռնում ապրիլի 2-ին լսումներ ոչ ավել ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի բանաձևի նախագծի շուրջ։ Ես չինը Բելգիայի հայերին իմաստունի կոչանել, որ անպայման շնորհակալության ակցիաներ անվի ինտեղ, չգիտեմ, ձևեր գտնվի այս մարդկանց հետ շփվելու, բայց հասկացեք, մենք պետություն չունենք, ամեն մեկս պետք է դառնա մեր պետություն։ Ազնիվ խոսք։ Մի մտածեք, որ մեր գործը մեր փոխարեն անող է լինելու։ Չէ, եթե ճանաչում եք այդ սենատորներին, падգամավորներին կամ գիտեք իրանց ոնց նամակ գրել, շնորհակալություն հայտնել, հիմա այս նախաձեռնության համար, չգիտեմ, հանդիպում կազմակերպել, մի բան պետք է արվել, հույսներդ մի դրեք եկեղեցու վրա, դրանք հակահայկական են։ Իրենց բնույթով եւ գործունեությամբ իրենք էլ ապացուցում են, որ իրանք սա իմ բառերը չի, իրանց գործողություններն է, որ մարդը նույնիսկ Հայաստանի ցեղասպանության իրավունքի ճանաչման, այս վիճակի դեմ բողոքարկելու նույնիսկ նամակի տակ չեն ստորագրում։ Դրա համար են բա Պուտինից բանը ստանում, բա գիտեք ինչի համար են Պուտինից այդ ամեն ինչը ստանում։ Շքանշանակն է։ Ուզում սան նայեք էլի մի բան։ Պարբերաբար գալիս եք, նայում եք հավաքվածներին եւ նորից ներս եք մտնում քաղաքապետարան, ինչն է ստիպում ձեզ։ Անկեղծ ասած մարդ եմ սպասում, դրա համար եմ դուրս գալի, որովհետեւ այստեղ անելիք չունեմ, հավաքվածներն էլ իմ աշխատասենյակի այս պահին գտնվող մարդկանցից վստահեցնում եմ քիչ են։ Իմ աշխատասենյակում այս պահին ավելի շատ մարդ կա, քան այստեղ հավաքված։ Իրենց պահանջը չի անհանգստացնում ձեզ։ Բացարձակ, որովհետեւ այստեղ պահանջող Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքացի գրեթե չկա, այստեղ այլ երկրի քաղաքացիներն են, որոնք թող գնան իրենց երկրում իրենց պահանջները ներկայացնեն, մեր բնապահպանությունը իրենց դուր չի գալիս, թող գնան իրենց երկրում իրենց բնապահպանություն։ Իսեցի։ Սա ձեն տվողներ են եղել Հայաստանում։ Հիմա էլ Գյումրիում պետք է ձեն տան։ Գիտեմ ես այդ եվրոժետոնների, հա, այդ եվրոբիժվածքների։ Ասում է եթե ինքը Հայաստանի բնակիչ չի, եթե այս ծառերը կտրում, լավ եմ անում, դուրս չի գալի, թող գնա ստեղից։ Այս սրանք ասում եմ շենյակում ավելի շատ մարդ կա, քան ստեղ։ Զբաղվել։ Ճիշտ ասած, ռուսական եմ տեսնում, հա, ռուսներ եմ տեսնում հավաքված, զարմացած եմ, որովհետև ես այս ակցիան պատկերացնում էի չեխական, բայց չեխականը տյունինգ է եղել, վերածվել է ռուսականի։ Որտեվ կազմակերպիչները, փչող քամիները չեխական էին, ուղղակի դիմակներ։ Շո։ Ես անկեղծ հարց եմ ուզում տամ, երևանցիների ջան, եթե նայում եք։ Լավ, մենք սան ենք արժանի։ Լավ, մեր մոտ արժանապատվության զգացում է, հեշ չի, մենք սան ենք արժանի, ոչ։ Ես չեմ ասում, ես թե կուսակցական, ես չեմ ասում, թե քաղաքական ճաշակ, բայց իրոք մենք սան ենք արժանի։ Սա մեր քաղաքի հարցերն է լուծում, ասում եմ լավ եմ անում ծառերը կազմում չի, դու գնա չեխ։ Լավ, այս բուտաֆորիային ենք, այս մտքի, բան կա, անգլերեն լավ խոսքը, mental trash, մտքի աղբ։ Սա ոչ քաղաքապետանում չի, ամբողջ կառավարման համակարգում է սա։ Լավ, սա մենք սան ենք արժանի։ Ները պատրվել է եւ այն ինչ քաղաքապետի աթոռից իրեն հանելուց ասել ենք, որ ռուսական ուղղվածություն ենք նկատում, ակնհայտ է արդեն նաեւ նմանատիպ էժան ակցիաներով։ Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ եւ գեղեցիկ։ Երևանում ծառերը ներկա փոխարինվում են ապագայում կանաչ։ Սա պետք է կալանավորված լիներ։ Այն երնիչերիների գումարտակը որ կա, որ սրանց կաշինա պահելով բանը զբաղված։ Եթե մի օր թուրքը մտնի անցնի տարածքներով, միակ մխիթարանքը սրանն ունելու, որ սրանց տաներով էլ անցել։ Ու սրանք տեսան ինչի բերեցին այս երկիրը։ Իսկ խոսքը այս ակցիայի մասին է։ Էկոցիդը
ունի նույն կործանարար նշանակությունը ինչ գենոցիդը։ Այս տարի էլ գարունը սկսվեց ծառահատմամբ։ Երևանի քաղաքապետարանի առջև այսօրվա բողոքի ակցիայի նպատակն էր հասցնել փրկել դեռ չհատված, բայց քաղաքային իշխանության կողմից արդեն իսկ առանձնացված ծառերը։ Որովհետև հաջորդը Ամիրան փողոցն է լինելու, Ավինյանը հասել է Ամիրանին։ Հուդայա ծառերով փոխարինումը միգուցե հնարավոր է դեռ կանխել։ Դրանք վախենում են նորմալ, մտածող, խղճող մարդկանցից եւ այդ ծառ հատումը դա այդ մարդկանց կոտրելու մի ձև է։ Մենք ձեր խնդրում եմ չեք կոտրվում։ Ծառերը նոր բողբոջում էին, սակայն կանաչել չհասցրեցին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու իր աշխատակիցները այլ սցենար էին նախատեսել նրանց համար։ Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնի բնակիչները արթնացան սղոսների ձայնից։ Բնությունը ազգություն չի ճանաչում, այսօրվա ակցիայի օտարազգի մասնակիցներն էին ասում։ Ծառեր չկան, սա վատն է։ Ծառեր կան, սա լավն է։ Ես կանաչ եմ Ու սա ալվում է այն ժամանակ, երբ որ զեկուցում է, որ Հայաստանի Երևանի օդ ամենակեղտոտն է, որ վտանգավոր է շնչելու։ Հասկանում եք, սրանք ինչ են անում։ Այս էկոցիտը սա ավելի խորը հետևանքներ է թողելու, քան ինչ որ հիմա ալվում է երկրի հետ, տնտեսության հետ, սահմանների հետ։ Սա սերնդեսերունդ է գնալու։ Նույնիսկ եմ ասում, այս ծառերի բացակայության հետ վերանալու են նաև թռչունները։ Չեմ ասում, որ օդը ինքը արդեն սպանում է մարդուն, հա։ Թռչունների հետ, եթե թռչունները վերանում են նաև այն, ասենք, բազմանում են միջատները, բլոճները, ասա գիտեք ինչ են անում քաղաքի հետ։ Փոխվում է բնության բալանսը։ Չեմ ասում, որ Հայաստանի նման շոկ, Երևանը, որ ինքը փոսի մեջ է, հա, որ օդ չկա, թթվածին չկա, քամի չի խաղում։ Սարերի քամին չի գալի մտնում Երևան։ Սակայն մեկ ինչ թշնամի է։ Ինչու ձեզ քաղաքը քնած չի։ Օրինակ Ուռենի եւ Խնձորենի ներկայացող աղջիկներից մեկը ռուսետ, մյուսը ֆրանսուհի։ Yeah, all my friends are gone. Իմ բոլոր ընկերները գնացին, ես իմ հերթին եմ սպասում, շատ հուսահատ վիճակ է։ Վաղը մյուս օրը ինձ էլ կկտրեն։ Դուք գիտեք ես երբ եմ մահանալու, ձեզ չեն ասել։ You know when I'm gonna die? They didn't tell you. And I still happen, so it's Ես դեռ խնձորներ ունեմ վրաց, դա լավ է, ինձ չեն կտրի։ Երևի վերջին խնձորենին եմ փողոցին։ Ինչ տխուր է։ Սա էլ բուսաբանական այգի վիճակն է։ Սա էլ բուսաբանական այգի վիճակն է, ասես շարքով ամեն ինչ կտրված է։ Շարքով։ Սրանց աջակցողը, սրանց ձեռքից հաց ուտողը ինչ է, ժող։ Դուք ասեք, դուք իրավունք ունեք հիմա էկրանների այն կողմից աշխարհի վերջի հայոյանքն ու լուտանքները թափեք սրանց գլխին։ Ես ձեռեմ պարկվանամ, բայց մի հատ հարց եմ տալի, ինչ են սրանք։ Սրանց աջակցողները, սրանց հետ աշխատողները, համագործակցողները, լոյալները սրանց նկատմամբ, քծնողները, բարև տվողները, չմերժողները, ինչ է։ Երանի ձեր ազատությանը, որ դուք հիմա էկրանների հետևում կարող եք ասել, այն ինչով ձեր մտքին տալիս է։ Դա փոխարեն սրանք այս տականքները, ով իրենց դեմ բողոքում է, իրենք են դատի տալի լրացնելու համար։ Ես չգիտեի, բայց փաստորեն հիմա Թեմինե Ենոքյանին բնապարտման, հա, Կանաչ Հայաստան հետնախագահի կարող պարտավորեցնեն 6 միլիոն դրամ վճարել Զանգեզուրի մոլիբդենային։ Ես չգիտեի, որ 2 տարի առաջ պարտադրել են 1 միլիոն 200,000 դրամ վճարել Լիդիանին, նրա բարի համբավը, Լիդիանին է, որ ամուսարան է ուզում քանդի։ Լիդիանի, որը բանկրոտ է, որը փող չունի, բայց Հայաստանի կառավարությունն է փող տալի, բանկրոտ կազմակերպությանը, որ քանդի Հայաստանի դերքը, թունավորի ջրերը, ոսկին տանի դուրս, համ փողն են տալի, համ ոսկին են տալի, թույն էլ ասում են թող մեզ։ Գիտեք ինչի, որտեղ գլխից կարող է մի քանի միլիոն փող տվել իրանց։ Ու էսի Թեմինեից Ենոքյան 1 միլիոն 200,000 դրամ կարողացել է գանձել Հայաստանի դատարանում, փաստորեն դատավոր կա։ Այսինքն եմ զարմանում, որ փողը դնեն դեմը սեփական երեխեքին էլ կդատել է դատավորը։ Չէ՞ որ դրանք բոլորը դրանց են։ Ես ես դատավորներ ասեմ, դուք Էբո ձեր երեխեքին փողը վերցնում եք ձեր երեխեքի մոտ հեռախոս եք առնում։ Ձեր երեխեքը վաղը հարցնելու են, բայց այս փողը քեզ ինչի դիմաց էին տվել։ Դու պետք է ասես։ Բալես։ Այդ տվել են երկիրը դավաճանելու, քանդելու, ավիրելու, բայց դիմաց ես քեզ հեռախոս առա։ Այն ժամանակ էլ քո երեխեն կասի,
Գիտես, հեր, հավելավ դու ինձ այդ հեռախոսը չառնեիր, բայց ես ասում եմ երկիր ունենայի, բնություն ունենայի, օդ ունենայի եւ արժանապատվություն ունենայի ապրելուց եւ չհամաչեի իմ շրջապատից, որ ասեի հայրս դատավորը։ Գիտեք, որտեղ չի բացառվում, որ ձեր երեխեքը կարող մարդ լինեն ի տարբերություն ձեզ։ Որ ձեր երեխեքը կարող պատասխանատվության զգացում ունենան ի տարբերություն ձեզ։ Մարդ են լինել ուղղակի։ Որ իրանք չուզենան, որ իրանք կողքից ասեն արես։ Ուրիշի արյան երջանկության եւ երկրի ապագայի վրա փող աշխատող ես դու։ Այսինքն բոլենի էլի։ Ես կարող շանս կա, որ ձեր երեխեքը կարող լինեն եւ այդ հարցը ձեզ մի օր տան։ Մանա, փաստորեն ես էլ ասեմ, մարտի 25-ին ժամը 16:00-ին բողոքի ակցիա լինելու ընդդեմ ծառայատվության ազգիշտի 1 մեսի բաննա հասցենա քաղաքապետարանի։ Ասացեք, մարտի 25 ժամը 16:00։ Այդ արագանցնենք ռուսական օրենսների վրա, հետո կարևոր բան եմ ասելու։ Մի խոսքով, ուրեմն դուման արգելել է, որ գովազդներ դրվեն այն կայքերի վրա, որոնք ինքը համարում է ոչ ցանկալի։ Հասկանում եք Ռուսաստան ուր ասել ուրեմն։ Եվ ովքեր Ռուսաստանում են ապրում եւ գնահատում են այդ երկիրը, մեղմ ասած, հա, եւ մտածում են իրանք երկրում են ապրում, ուրեմն ասեմ նորից կրկնեմ, որ պարզ լինի։ Օրենք են քննարկում, որ եթե մեկի գործունեությունը իրենց համար ոչ ցանկալի է, ուրեմն կարող են արգելել, որ ինքը դարապես փող աշխատի։ Հիմա նույն ձևով ինչ անշուշտ ոչ ցանկալի։ Մի տեսակ չես գովում իմ մարդասպանությունը, ուրախ չես, որ ես կողքի երկրում մարդ եմ սպանում, քիչ ես ինձ շնորհակալություն ասում, քիչ ես ինձ գովում, դառնում ես անցանկալի։ Նշանակում է կարգելվի քո կայքում, քո չգիտեմ, մեդիայում որևէ գովազդ։ Դա սկսում են բանից։ Հետո կգան խանութներին կասեն, ոնց թե բա ուր է Պուտին նկարը, պաստառները քո խանութի դեմով բանով։ Ինչի օրինակ մահ ուկրաինացիների պաստառները քո չկա։ Այն դու ոչ ցանկալի բիզնես ես անում։ Վերջ դու էլ իրավունք չունես բիզնես անելու։ Սա Ռուսաստանն է։ Ես գիտեմ, որ սա կարող շատ բան չփոխի շատերի մտածելակերպի, մտածեն, չէ, ինչ ես ասում։ Ռուսաստանն է, ապեր, էսի Ռուսաստանն է, աշխարհը պետք է հաշվի նստի սա։ Էսի ամենաճիշտ երկիրն է, սենց պիտի լինի, Պուտինը ճիշտ անում։ Դե իմ գործը ասելն է, ես չեմ կարող ձեր փոխարեն ոչ հիմա որոշել, ժողովուրդ ջան, ճիշտ ասած, ցանկություններ չունեմ, ուզում եմ սա էլ լսեք։ Ուզում սա էլ լսեք, որ ավելի լավ հասկանաք ինչ է Ռուսաստանը։ Локальном вопросе Ուրեմն Արսենի Գրիգորյանց, հայա, այս լսեք ինչ ասում։ О земле 200-летнего русского присутствия, о земле русского мира. Ինքը Կովկասում ռուսական ռուսկի միրից է խոսում։ 200 տարվա իր ներկայությունից է խոսում։ Ու ապացուցում է, որ այս տարածքը ռուսական արա։ Դուք պիտի ուրախ լինեք, դուք պիտի հպարտ լինեք։ Այս տարածքը Ռուսաստանն է, վերջ։ 4 сентября этого года կողքին դեռ գլուխն է мы собирались на круглый стол «Большая игра в Закавказье», и там я говорил о сербско-армянской дуге, о линии цивилизационного разлома на нашем юго-западе, проводил параллели Косово и Карабаха и говорил о том, что... Ես չեմ ուզում ես ամբողջը հակմանեմ։ 200 տարվա իրենց ներկայությունից են խոսում, երբ որ գրավել են Կովկասը եւ համարում են սա իրենց տարածք։ Իրենց համար էական չի իրենց տարածքում ինչ է կատարվում։ Լավ է, վատ է, մարդը ոնց է ապրում, ապրում է թե չի ապրում։ Իրենց համար կարևորը էսել ինձ, թքած քո ինքնության վրա, թքած քո պատմության վրա, ինքը խոսում է 200 տարվա մասին։ Ու ազգանունու հայ է։ Ու ռուսական հոգևորական է ինքը։ Ժողովուրդ ջան, սա կոշկակար չի։ Սա հոգևոր թևն է ներկայացնում Ռուսաստանի։ Իրանց քաղաքականությունն է սա։
Եվ իրաց պատկերացումների մեջ Հայաստանը որպես պետություն, ինչ պետություն արա։ Ինչ պետություն Հայաստանը, ինչ ոնց կարող պետություն լինի Հայաստանը։ Իրանք 200 տարվա պատմություն ունեն, բայց Հայաստանը 1000-ամյա պատմություն ունեցող Հայաստանը պիտի չլինի։ Հայաստանը պետք է լինի նենց ոնց որ Ռուսաստանն է, ասիկա մի հատ մեծ ախոր գոմ։ Դու Ռուսաստանում ապրող ոչ մեկ չնեղանա։ Ռուսաստանը դա Մոսկվան ու Լենինգրադը չի։ Որտեղ նույնց եմ ասում։ Ձեզ կարան ասեմ վաղը դու անցանկալի բիզնես ես ավ, բիզնես ունես։ Անցանկալի։ Իսկ դու միշտ մի տեսակ քո բիզնեսը դուրներս չի գալի։ Կամ կխլեն կամ էլ կասեն դու վերջ իրավունք չունես փող աշխատելու, մի տեսակ անցանկալի ես դու։ Ու սա իր պայմաններն է թելադրում Հայաստանին ամբողջ աշխարհին ինքը իր իմպերիայի վերականգնման ոչ թե որակի իմաստով, հասկանում եք, ոչ թե որակի իմաստով։ Տեսեք, բրիտանական կառավարությունը ուրեմն փլուզվելուց հետո մնաց Բրիտանիայի 1%-ը 90%-ը փլվեց 20-րդ դարի վերջին պատերազմից հետո ամենաշատ կորուստը ունեցել բրիտանական կառավարությունը 99%-ը կորցել է, մնացել է փոքր Բրիտանիան։ Այդ կղզին Եվրոպայի գլխինցս վերևը 99%-ը կորցրել է։ Բայց աշխարհի ազդեցիկ երկիրն է։ Բոլորը խոսում են անգլոսաքսերից։ Գիտեք ինչի։ Ինքը էլի կառավարում այդ երկրները։ Բայց ուրիշ չէ։ Ինքը չի ասում դու ստրուկս ես։ Չէ, իրան հարցնում են, այս հարցը ոնց լուծենք, կօգնեք ես մեզ տեխնոլոգիաներով, շինարարներով, ճարտարապետներով։ Ասեմ որ բանը Դուբայի դատական համակարգը բրիտանական դատավորներն են։ Իրանք ունեն երկու դատական համակարգ, տեղական շերիատնա ու բանը եվրոպական։ Բրիտանականը։ Իրանք ասել եղբայր, մեզ մի հատ լավ համակարգ է պետք։ Կառավարման, բանկային, կօգնեք մեզ, արփողը։ Նույնը բոլոր տեղ, նույնը Սինգապուրում, նույնը ամբողջ աշխարհով ինչի է մեծ իրաց բանը։ Ոչ թե զորք ունեն այնտեղ պալետը ձեռներից խփում են ոնց որ ռուսնա, մտնում են ընտանիք 3 սերունդ գնդակը հալում են, որ բոլորը վախենան։ Հա, գրավում են, հետո վաճառում են, հետո ում պետք է հանձնում են գերի, հետո էլ ասում են կուդավիձենից էս ուր պետք է փախնեք։ Հասկանում եք։ Տարբերությունը զգացիք։ Ու այս համակարգի հետ այս հարաբերությունների մեջ իրենց լավ զգացող կա։ Ես չեմ կարող ոչ մեկի ճակատագիրը որոշել, ոչ մեկի ապագան կանխատեսել կամ պետք ջան։ Սա իմանալա պետք։ Իմացեք, հետո ինքներդ ընտրություն արեք։ Ինչն է ձեր համար ընդունելի։ Ինչն է ձեր համար ընդունելի։ Օգնություն խնդրելը ամոթ բան չի։ Ես հիմա ասենք բան եմ ուզում անեմ, պրոյեկտ եմ ուզում անեմ, նայում եմ, այս պրոյեկտը ով է արել, այս պրոյեկտի մասնագետն ով է, որտեղ է ապրում, ինչ երկրում, ասում եմ, այսի, այս երկրում փորձի փոխանցում։ Ասենք եթե Ֆրանսիայում այս բանը լավ է ստացվել, կարելի է Ֆրանսիայից վերցնել այս օրինակը։ Դրա համար էլ բոլոր 19-րդ դարում աննամատ բոլոր քանդակագործները, երաժիշտները, նկարիչները բոլորը գնում էին Փարիզ սովորելու։ Այնտեղ որովհետև ամեն ինչ ստեղծում են այնտեղ։ Հա։ Հետո փոխվեց, այսինքն դրանց առաջ գնում էին Իտալիա։ Այսինքն որտեղ ինչ որ լավ բան կա, գնաց սովորելը վատ բան չի։ Բազմիցս բանը գիտեք որն է, երբ որ երկինիկը պարտադրում է ռուսկի միր, Կավկազում ռուսկի միր, արա Կավկազը որտեղ ռուսկի միրը որտեղ։ Ինչ է նշանակում ռուսկի միր, որտեղ մարդը ոչ մի բան է։ Հա, իրանք հպարտությամբ դրա մասին խոսում են։ Որտեղ մարդը այդ երկրի ղեկավար կողքի երկինն է ռմբակոծել տալի, երեխեքին առևանգում է բերում է իր մոտ։ Որտեղ ցեղասպանությունը իրականացում 21-րդ դարում, մյուս ցեղասպանին էլ օգնում է։ Open threat to the federal judiciary today. Johnson saying that Congress has the authority to pull funding to federal courts. The congressman also adding that he is open to the idea here of potentially impeaching judges who rule against the president, saying that, quote, everything is on the table. Well, this comes as the White House faces high-stakes legal battles over the deportation of alleged Venezuelan. Միխոսկով, աշխարհը ամենտեղ է դժվար։ Այստեղ են որ կա, այստեղ են կա, որոշել է որ ինքը կարա Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգի բյուջեներ կտրի։ Այն դատավորները, որոնք
դե ինչ որոշում է հայտարարում է դատական համակարգը, այդ շատ խփում ասում է, «Սի սահմանադրությունից դուրս է, չես կարող անես»։ Ինքը չի կարողանում, ասում է, ձեր ֆոնդերը կկտրեմ, աշխատավարձները կկտրեմ, ֆինանսավորումը կկտրեմ։ Հիմա տեսեք, ես գիտեմ շատերը Թրամփ են ընտրել, դա իրաց գործն է են ընտրել։ Մի բան է, որ Թրամփ են ընտրել, նա համար որ Թրամփը ինչ որ խոստանում էր պետք է աներ, մի բան է, որ հիմա իրանք մտածեն, որ ճիշտ են արել, որ Թրամփ են ընտրել։ Կամ որ այն ինչ որ ինքը անում է, ճիշտ է անում։ Ասում եմ, սրանք երկու տարբեր բաներ են, երկու տարբեր, ես հիմա գամ Հայաստան։ Մի բան է 18 թվականին Փաշինյան Նիկոլն ընտրել, ատելով Սերժ Սարգսյանին, ու բան չիմանալով Նիկոլ Փաշինյանի մասին։ Մի բան էր ընտրել 21 թվականին։ Էլ չեմ ասում մի բան է հիմա ընտրել Գյումրիում։ Հասկանում եք, սրանք տարբեր իրավիճակներ են։ Հիմա ես էլի վերադառնամ ամենա չէ, այն բանի խոսակցությունները, որ ինձ արդեն ակաժներս բանը զնգզնգում է, Վարդան Ղուկասյանի մասին այդ հարցերով։ Մասնավորապես ինձ շատ հարազատ մարդիկ անդադ ասում են, ինչ ես վախենում, որ մի դա փոշմանես, որ ասենց քո բացահայտ աջակցությունն ես արտահայտում, ցուցաբերում։ Տեսեք, ես աջակցություն եմ ցույց տալի այն մարդուն, որը դրա կարիքը ունի։ Ես չի նշանակում աջակցություն եմ ցույց տալու այն մարդուն, ես միշտ ասել եմ, չէ, որ եղավ իշխանություն, առաջին դիմությունը ես եմ լինել։ Ես կյանքում աջակցություն չեմ ցույց տա մի մարդու, որը խախտի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ ցանկացած մարդ, որ մեկին ընտրում է, ձայն տվեց, հələ մենք չեն գնացել, չի ընտրություններին։ Ցանկացած մեկը, որ ձայնը տվեց, հենց ճիշտ դրեց, օպա։ Այդ պահից ինքը դառնում է իր տեխնացուի պատասխանատուն։ Այսինքն, վաղը որ մի բան չեղավ, առաջի պատասխանատուն ինքն է, ու ինքը առաջինը պետք է բռնի դրա դոշերից, ում ընտրել ասի, հոպ, ես քեզ չեմ տվել դրա համար ձայն։ Այ եթե մենք այս բանով մոդելով առաջնորդենք, մեր ոչ մի ղեկավար չէր դառնա կուրկ, մեր մոտ հակառակն է։ Դրել է, ասենք լավ հավատացել է, հա, դրել է, ինքը իրան համարում է այս ծիշկայի այս ընտրության գերին ամբողջ կյանքով։ Եթե ես ընտրել եմ, ուրեմն ես պետք է ատամներով, ամեն գնով, ստորանալով, խաբելով, խարդախություններով պաշտպանեմ եւ արդարացնեմ իմ սխալ ընտրությունը։ Երբ որ դու տես չես մտածում, ասում ես, ես այսօր տեսնում եմ, սա ճիշտ եմ գտնում, կարամ ընտրել։ Եվ ես պատրաստ եմ իմ ընտրությունը փոխելու։ Այդ ժամանակ մարդ եւ հանգիստ է, եւ ազատ է։ Եվ այդ պարագայում ոչ մի բան, ոչ մի Թրամփ չի կարա լկստվի այն աստիճան, հա, որ որոշի ոնց է։ Դատական համակարգը չի թողում սահմանադրությունը խախտեն, դա Թրամփ դատական համակարգի փողերը։ Այսօր ես սենատի լսումներն էի լսում իրանց։ Ինձ թվաց ԿՊ-ն անցել է իշխանության Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եթե մեկը չի լսել, թող լսի, հարցը ինչի մասին է, որ սրանք որոշում են կարևոր հարցեր քննարկեն, հա, անվտանգության նախարարն է, FSB, ՖԲ պետը, հետախուզության պետը, Ջեդի Վանսը, պաշտպանության նախարարություն, վերջում սիգնալու խումբ են բացում եւ հրավիրում են այդ սիգնալի մեջ մտնում է մի հատ բան, լրագրող։ Հետո հանում այդ նյութերը, սկսում են տարածել, ինչ են խոսացել ընդերից չէ։ Ես այդ սենատի լսումներն էի լսում։ Երկու անգամ եմ լսել։ Ականջներից չէի հավատում, որ դա հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ասում են, լսեք, մենք միլիարդներով փող ենք ծախսել այն համակարգի անվտանգության համակարգի վրա, որտեղ կառավարության անդամները կարող են ազատ խոսել, որտեղ իրանց ոչ մեկ չի կարող լսել։ Դուք գախնի բան եք քննարկում սիգնալու, որ մի հատ էլ պատահական լրագրող հրավիրեք, այդ լրագրողն է տարածի, հետո էլ հարձակվեք այդ լրագրողի վրա, պատասխանը գիտեք, կանչել են լսումների, բոլորին բան ասում են, հələ արիստե ինչ ես արել։ Ինչ եք այդ գախնի բանը դեռ քննարկում, ասում եմ գախնի չի։ Ասում եմ, որ գախնի չի, հրապարակեք։ Ցեն չի անում։ Ասում եմ, դա գախնի չի։ Ամառ ասում եմ, եթե գախնի չի, հրապարակեք, մենք էլ իմանանք։ Ասում եմ, գախնի չի։ Ու սենց կես ժամ, ու բոլորը, դու հասկանում ես մի բան, Տեր Աստված, պաստոր Նիկոլիզմը կարող ստեղել կյանք ունենա։ Այս դա օրոք։ Դու իրա, եթե լսեք իրա CIA պետի, FBI պետի, դեղ ուրիշ մասնակիցներ էլ կային, են անվտանգության գծով քարտուղար,
Եթե դուք իրանց պատասխանները լսեիք կմկմալով ու հիմարությունները, ես լսում էի ինձ կողքս էլ ասում է, ես կրկնվում, ասում չէ, չի կրկնվում։ ഞാൻ մտածում ես նույն պատասխանը անդադ որ կրկնում, ասում չէ, վիդեո գնում այն։ Այդ հարցը տալիս է, ասում լսի, ասում եթե գախնի չէր, հիմա հրապարակեք, ինչ է գրվել, հրապարակեք։ Ասում ես չեմ կարող, ասում ինչ ես կարող, գախնի էր, ասում չէ գախնի չէ, ասում դե գախնի չէ, հրապարակի։ Այս մակարդակն է դարձրել այս երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե վաղը լինի հսկայական մի տերորիստական բան գրող, լուրջ եմ ասում, ասենք այդ սեպտեմբերի 11-ի մակարդակի վրա, ես չեմ զարմանա։ Ես ասում եմ ապրում եմ Նյու Յորքում ամենավտանգավոր տեղ, որովհետև մի քառակուսի մետրի վրա ավելի ամենախիտ բնակչությունը դա Նյու Յորքում է։ Որ կարելի ասել մի ռումբով ավելի մեծ վնաս տալ, ասենք կողքի նահանգներում մի քանի տասնյակ ռումբով։ Եթե խնդիրը վնաս տալն է, իհարկե վնաս տալն է, չէ, տերորիստական ակտի։ Ես չեմ զարմանա։ Ես որ տենում եմ ովքեր են ղեկավարում հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա նույնն է ինչ որ հիմա Հայաստանում։ Մի տարբերությամբ, որ էգզիստենցիալ վտանգ, որ ասենք Կանադան կգրավի քեզ կամ Մեքսիկան չկա ստեղ։ Բայց ստեղ ուրիշ վտանգ կա։ Սա իսլամական տերորի վտանգ կա, որին իրանք ամեն ինչ անում են, որ այդ իսլամական տերորն էլ բացվի, ավելի գազազի, որտեղ սրանց քաղաքականություն լավ գանք մեր ամենակարևոր ամենը կարա սխալվի իր ընտրության մեջ։ Աջակցի, հետո այդ մարդը դավաճանի։ Հայկական իրականության մեջ շատ բան է, նորմալ տարածված պրակտիկա է։ Նորմալ չի, բայց տարածված պրակտիկա է։ Դա փաստավոր կա։ Դա չի նշանակում, որ այդ ով որ աջակցել է, ամբողջ կյանքով պետք է դրա գերին մնա։ Մարդ պետք է հասկանա մի բան, ընդունի, որ ինքը իրավունք ունի սխալվելու եւ ցանկացած ժամանակ պարտավոր է սխալ ուղղել, ոչ թե ասել լավ, եթե ես մի բան ասել եմ, էսի սենց է, ուրեմն ես ամբողջ կյանքով պետք է պնդեմ, որ էսի սենց է։ Ջանդամ թե երախուս չկործեցի, զատու Նիկոլիս կտա։ Հա, մոտապես այս կոնցեպցիայի մեջ։ Հասկանում եք, որ մեր դժբախտությունը ոչ թե վատ ղեկավարներն են, մեր դժբախտությունը հենց այդ մարդիկ են, որոնք չեն հասկացել Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ես ձայն եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականին, մի տարի հետո հասկացա, ես սխալ բան եմ արել։ Հաջորդ ընտրություններին չտվեցի ես։ Վերջ։ Իսկան բան։ Իսկ մարդ կա միջև մա Լևոն Տեր-Պետրոսյանից է խոսում։ Մարդ, որ Հայաստանի դավաճանության հիմնադիրն է։ Այսօրվա դժբախտությունների հիմնադիրն է։ Հլինձել գրում է, որ այս ամեն ինչը այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին չլսեցին։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ լսեին, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը մնացել էր այսքան։ Ի սկզբանե։ Եվ վերջում ուզում եմ ձեզ մի հատ ամերիկյան մամուլից ինֆորմացիա տամ։ Ադրբեջանի եւ Իսրայելի բարեկամության մասին ամերիկյան պարբերականն է գրում իրենց Էլդար Մամեդովի խոսքերը, որ Ադրբեջանն ու Իսրայելը մեծ թափով աշխատում են համատեղ բարեկամական ծրագրերի, որտեղ Իսրայելը ամեն ինչ անում է, այդ ծրագիրը ոնց է կոչվում է, Աբրահամ ծրագիր կա, որի իբր ջատագուրները Նյու Յորքի եւ Իսրայելի ազդեցիկ ռաբիններն են, հոգեվոր առաջնորդները, որոնք պնդում են, որ Իսրայելը, Ադրբեջանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են շատ լավ եւ պարտավոր են շատ լավ բան կազմել, դաշնակցություն կազմել իր հետ։ Ես կարդում եմ ու ուզում եմ հասկանամ, էլի։ Եթե Ալիևը կարող էր Իսրայելի այդ ռաբիններին իրաց ուզած փողը տալ։ Մենք գիտենք, չէ՞ դա ոնց է աշխատում։ Հրեաներն աշխարհում ամենաշատ ինչ են սիրում։ Իսրայելում դա անել, Հրդեհբանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա անել եւ ցեղասպան Ալիևին դնել Նետանյահուի կողքը ու կապել Թրամփի հետ։ Ինչու օրինակ նույն քաղաքականությունը, կամ մի քիչ ուրիշ ձև, կամ դիմագրավոր, կամ այնպես մի հատ հակառակ բան լիներ հայերը կազմա ունենային էլի։ Ինչ է, մենք այդ փողը չունենք, թե ուղեղը չունենք։ Հարց էլի։
Ես վստահ եմ, որ փողն էլ կա, կապերն էլ կա, հնարավորությունն էլ, ամեն ինչ կա։ Եթե Ադրբեջանը ասենք, այս գործին պետք է հասնել ասենք $100 միլիոն ծախսելով, հայկական $1 միլիոն, հայկական $1 միլիոն կունենա այդ նույն ադրբեջանական $100 միլիոն ազդեցությունը։ Հաստատ եմ ասում, մենայն հեղինակավոր մարդկանց միջնորդությունը այսպես լրիվ էր, որ նույն բանը այդ չոբան, այդ անասունը պետք է $100 միլիոն ծախսեր, հայերս կարող են 1 միլիոնով անել։ Հարց։ Բայց չի ելնող։ Պատասխան։ Որովհետև այն կառույցները, որ կարող են դա անել, դասական կուսակցությունները, միությունները, եկեղեցին, իրականացնում են բացառապես այն մարդու ծրագիրը, որից իրենք ստանում են դրա համար շքանշաններ։ Եթե մարդ կա դեռ կասկածում է սրա վրա, ուրեմն ես էլ ասելիք չունեմ։ Այս պարագայում մեզ ոչ մի բան չի կարող փրկել, գործը։ Մեզ ոչ մի բան չի կարող փրկել, եթե մենք մեր թիրախները հստակ չեն կարողանում ունենալ, պատկերացնել, գնահատել եւ ըստ դրա էլ մեր ռազմավարությունը որոշել։ Եթե մեր թիրախը մնում է շարունակաբար ամեն ինչից այն կողմ թքած ունենալով ամեն ինչի վրա շարունակել Ռուսաստանին ծառայել, նշանակում մենք ապագա չունենք։ Եվ Հայաստանի լավագույն փրկությունը կարող է տերտերի ասած ռուսկի միրի շրջանակներում լինել, որտեղ հայը տաքսիստ պետք է լինի անպայման։ Որտեղ իրան գրքերի մեջ նկարագրել են հող մշակող։ Հիշեք, նույնիսկ Միմինով ֆիլմի մեջ վրացին օդաչու էր, հայը շոֆեր, վարորդ, էնել կռազի վարորդ։ Հասկանու՞մ եք։ Ուտենց այնքան ֆիլմեր կա։ Եթե մեզ դա այդ բանը հեռանկարը հետաքրքիր է, այդ հեռանկարն է հետաքրքիր։ Հասկանում եք, իրանք որ Միգի մասին, Միկոյանի մասին ֆիլմ չէին նկարել։ Ալիխանյան եղբայրների մասին ֆիլմ չէին նկարել։ Հայաստանը այնքան մարդ է տվել, մարդ չալանի նստի ամեն օր Էդուարդ Մավելյանի իմ ընկերոջ։ Դրեք Էդուարդ Մավելյան, Google արեք, իր Facebook-յան էջը, YouTube-յան էջը, լսեք հայ ինչքան ինժեներ են, հակաօդային պաշտպանությունից մինչև Իսկանդեր, մինչև այդ ամեն ինչ ստեղծողները հայ են եղել։ Հայ։ Մինչև Ստալինի կյանքը փրկողները։ Բա դրա մասին հո չէին նկարելու ֆիլմ։ Հայ։ Կնկարեն ֆիլմ հայերի մասին, բայց հայերը չեն լինելու ինժեներներ, չգիտեմ, բանաստեղծողներ, մաքսիմում կռազի շոֆեր։ Դա եղեք քաղաքականություն, եթե մեզ այդ ապագան հետաքրքիր, այսինքն գիտես այն բանն է, այս նկարն է էլի գալիս աչքիս առաջ էլի։ Այս ապահով խոտ ուտելու այս միջավայրն է էլի աչքիս առաջ գալիս։ Եթե սա մեր բանն է, կյանքի նպատակն է, ես չեմ կարող ոչ մեկի տեղ ընտրել։ Իմը սա չէ։ Ու ես ամեն գնով պայքարել եմ, որ սա չլինի մեր ապագա։ Այսօր մամայ ասկանը, լավ մնացեք։